Հարգելի գործընկերներ, նախ պարոն Մինասյան, մենք հակադաշնակցական գրականություն չենք կարդում եւ անում այդ հետեւությունները, մենք դաշնակցական գրականություն ենք կարդում եւ պատկերացում կազմում այդ տարիների մասին։ Չէ, մեր Լենոն չի, Քաջազն ունի, կարող ես եմ գրել դաշնակցությունը Հայաստանում անելիք չունի այլևս։ Ես չեմ գրել։ Հիմա հարգելի գործընկերներ, մի քանի բանի էլի անդրադառնամ։ Նախ պարոն Մինասյան, ասում եք գալիս եք, ասում եք բաներ, որոնք պատմական բաներ եք մեջ բերում, որոնք իրականության հետ կապ չունեն։ Բայց մի հատ ձերբի համար մի հատ մեր բերած փաստ չհերկեցիք։ Ու շատ հենց դա ոչ մի այս երկու օրը ինչ ասել ենք, ոչ մի բան չեք հերքել։ Ասեմ ավելին, վերջում մի հատ էլ հաստատեցիք ասելով բան, մեծ հաշվով ես հենց եմ ինտերպրետացնում ձեր ասածը, որ հա իրոք այն ամեն ինչը ինչ որ ասում եք արել ենք, բայց սխալ ենք արել։ Էդ էիք ասում ըստ երևույթին։ Այնայն դեպս ես տենց եմ ընկալում։ Բայց պարոն Մինասյան, հավատացեք, ես ուզում եմ կրկնել, ես ոչ մի հակադաշնակցական բան չունեմ։ Ընդհանրապես ոչ մի հակադաշնակցական բան չունեմ։ Ես խնդիր ունեմ երեսպաշտության հետ, ես խնդիր ունեմ, երբ որ մի ուժ, հələ լավ մոռանանք առաջին հանրապետությունը։ Դուք իշխանության մեջ եք եղել համ Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիայով, համ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիայով։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եղել են բանակցություններ Թուրքիայի հետ։ Դուք դրա հետ, մի վարքան, դուք դրա հետ խնդիր չեք ունեցել։ Բայց օրինակ այսօր, երբ որ էլի կան բանակցություններ Թուրքիայի հետ, օրինակ Քրիստինե Վարդանյանը ասում է, Ռուբինյանը եթե քննադատում է դաշնակցությանը, ուրեմն իրան Թուրքիան է ասում, բան Թուրքիայից հրահանգաստան դրա համար է անում։ Սա երեսպաշտություն է, էլի մաքուր երեսպաշտ, բայց լսեք, էլի տեսեք, ես լսում եի ձեզ։ Չէ, ես իրավունք ունեմ գնահատական տալու, եւ դա երեսպաշտություն է, դա վիրավորական բառ չի։ Բայց ես ավելի շատ կուզեի պարոն Խաչատրյանի ասածին անդրադառնալ, որովհետև էլի կոնցեպտուալ բանավեճ է, էլի հիմա տեղի ունենում։ Ինչ է ասում պարոն Խաչատրյանը։ Նախ ասում է պատերազմը ձեզնից կախված չէ։ Բառացիորեն այդ բառերը դուք ասեցիք։ Ահա։ Նախ շնորհակալ եմ, որ ասեցիք դա, ուրեմն դա նշանակում է, որ վերջին 5 տարին, երբ որ օր ու գիշեր մեղադրում էիք մեզ ընդ որում տարբեր բառերով, էլի, որ բան չկանխեցին պատերազմը, ձեզնից որոշները նույնիսկ ավելի հեռուն են գնում, ասում են պատերազմ բերեցին, պատերազմի հրձիկ, էլ ինչ ասես, շնորհակալ եմ, որ ֆիքսեցիք, որ պատերազմը մեզնից կախված չէ, բայց ես մեկը նույնիսկ ձեր այդ արտահայտության հետ համաձայն չեմ։ Իդեպ մի հատ էլ բան բերեմ, հակասություն ձեր բերեմ ձեր մտքերի մեջ, սկզբից ասում եք պատերազմը ձեզնից կախված չէ, հետո ասում եք դուք մեկ-մեկ արտահայտություններ եք անում, որոնք կարող են բերել պատերազմ։ Հիմա կողմնորոշվեք, արտահայտությունից պատերազմ կարող է լինի, թե պատերազմը մեզնից կախված չէ։ Կամ որ ասում եք բանը, որ ասում եք պատերազմ չի լինելու, դա ոչինչ չի նշանակում, բայց մյուս կողմից էլ ասում եք դուք արտահայտություններ եք անում, որ բերում եք պատերազմ։ Բայց հələ դա մի կողմ, էլի։ Ես համաձայն չեմ, որ պատերազմը մեզնից կախված չէ, եւ ես համաձայն չեմ երկրաշարժի ու պատերազմի համեմատության հետ, եւ ես կարծում եմ, այստեղ ֆունդամենտալ խնդիր կա մեր տեսլականների միջեւ, որովհետեւ սկսենք նայել, որ երկրաշարժը չունի բան, անձ չի, ինքը բան չունի մոտիվացիա, չունի հիշողություն, չունի էմոցիա, չունի ռեսուրս, ոչ մի բան չունի, ինքը բնական երևույթ է, որը կամ երկրակեղևի տարբեր, չգիտեմ, շարժումներից տեղի է ունենում, կամ տեղի չի ունենում։ Երկրաշարժը բան չի, ինքը չունի կամք, չունի ցանկություններ, չունի նպատակներ։ Բայց ունի էներգիա, բայց իր հետ հնարավոր չի բանակցել, քո գործողությունները ոչ մի ձև չեն կանխորոշում, եք անդհատի, հետո ուրիշ ժամանակ ձեզ են ընդհատում, ինձ ասում եք միջամտի։ Եվ համաձայն եք, որ պատերազմը այդպիսին չի, ինչքան էլ այո, եթե Ադրբեջանը որոշում է գնալ ռազմական էսկալացիայի, ուրեմն որոշում է եւ բնականաբար Հայաստանը այդտեղ մեղք չունի, բայց միևնույն ժամանակ ակնհայտ է, որ այդ թվում մեր գործողություններից է կախված, թե մեր տարածաշրջանում ոնց կզարգանան իրադարձությունները,
Որովհետև այն մտայնությունը, իդեպ ժողովրդի մոտ էլ մի հատվածի մոտ էլ կա այդ մտայնությունը, ընդ որում նոր չի այդ մտայնությունը, եւ հարյուրամյակներով է գալիս այդ մտայնությունը, դե որ դե մեկը աշխարհի մեծերն են որոշում, մեզնից ոչինչ կախված չի։ Չէ, ժողովուրդ ջան, մեզնից կախված է ամեն ինչ։ Կարող է մենք ինչ որ բան ուզենանք, դա չլինի, կամ չուզենանք լինի, բայց դա չի նշանակում, որ մեր գործողությունները ոչինչ չեն որոշում։ Մենք մեր ճակատագրի տերն ենք, ինչպես իդեպ մեր ճակատագրի տերերն ենք եղել 1918-20 թվականներին։ Թող ձեր մոտ թյուր տպավորություն չստեղծի, որ երբ որ ես վկայակոչում եմ 1918-20, նույնիսկ 21 թվականի դաշնակցական ղեկավարությանը, ես իրանց համարում եմ դավաճան կամ այլն։ Հակառակը, ես համարում եմ, որ իրանք ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը պահեն անկախ ու չի ստացվել, բայց իրանք դա ամեն ինչ արել են դրա համար։ Հիմա ձեր առաջարկած տեսլականը հետևյալն է, որ մեզնից բան կախված չի, մենք խաղաղություն չի լինելու, հնարավոր չի խաղաղություն, թշնամանքը անվերջ է, եւ հետեւաբար մենք պետք է անվերջ ապրենք թշնամանքի մեջ եւ էտա։ Բայց հարգելիներս, այդ ձեր տեսլականը փորձով ապացուցված է, փորձով ապացուցված է, որ չի աշխատում։ Չի աշխատում։ Ու դե հիմա ձեզ է թվում սխալ է, ինձ էլ թվում է ճիշտ է։ Մի բան էլ էլի անհետևողականության մասին, պարոն Մինասյան, եկել ասում եք, մենք չեմ հիշում կոնկրետ ձևակերպումը ոնց էր, ասեցիք, բայց մենք 42000 քառակուսի կիլոմետր տարածքով երկու հայկական պետական միավորում էինք թողել կամ տենց մի բան ասեցիք։ Պետություն։ Հիմա դուք հավանաբար նկատի ունեիք, որ Լեռնային Ղարաբաղը իր 12000 քառակուսի կիլոմետրով, որը Լեռնային Ղարաբաղը ըստ սահմանադրության այդ թվում։ Հիմա խնդրում եմ ինձ ասեք հետևյալը. դուք կոալիցիայի մեջ եք եղել եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ։ Եվ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը Ադրբեջանի հետ բանակցել են Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող 7 շրջանների Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Սա անհերքելի փաստ է, անհերքելի։ Հիմա դուք ասում եք 42000 քառակուսի կիլոմետրով երկու հայկական պետություն։ Այս դուք էլ կոալիցիայի մեջ եք։ Այսինքն դուք բանակցում եք պետությունը հանձնելու վերաբերյալ, թե ոչ։ Ոչ խաղաղության։ Մի վայրկյան։ Հետևաբար կամ դուք համարում եք, որ հայրենիքը հնարավոր է զիջել հանուն խաղաղության, կամ դուք անհետևողական եք եւ կներեք արտահայտությանս համար մի փոքր էլ երեսպաշտ, որովհետեւ դուք հիմա մեր գործընթացը, որը չի գնում, որը ոչ մի բան զիջելու մասին չէ, որը ընդամենը Ալմատայի հռչակագրի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին է, այս արք քննադատելուց դուք ուրեմն երեսպաշտությամբ եք զբաղված։ Այսա դուք խնդիրը դաշնակցության հետ իմ խնդիրը հետեւյալն է, դուք ապրում եք ոչ թե ապրում եք, այլ խոսում եք դոգմաներով, այսինքն ազգային, հայրենասիրական, պետական, կողքից մի երկու հատ էլ սենց թրիգեր բառեր կան, էլի, թուրք, դավաճան եւ այլն, ես գնում եմ այնտեղ բան, Թուրքիայից բան եմ ստանում, հորդորներ եմ ստանում, ձեզ քննադատելու դաշնակցությանը, այս ամեն ինչը ասում եք, բայց փորձը ցույց է տալիս, որ ձեր կոալիցիոն կառավարման ժամանակ արել եք բաներ, որոնք ուղիղ հակասում են ձեր ասածներին, ու դա է ձեր ամբողջ քաղաքական կապիտալը։ Բայց խնդիրը դա հասկանում եք, խնդիրը դա, ես չգիտեմ դուք հասկանում եք, որ ձեր քաղաքականությունը անխուսափելիորեն, այլշուտ այն քաղաքականություն, որ դուք առաջարկում եք, անխուսափելիորեն տանում է պատերազմի եւ Հայաստանի անկախության վերացման։ Դա անխուսափելիորեն տանում է նրան, որովհետեւ եթե դուք դեմ եք նրան, որ Հայաստանը ունենա սահմանագծված սահմաններ, եթե դուք դեմ եք նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեն իրար տարածքային ամբողջականությունը Ալմատայի հռչակագրի հիման վրա, եթե դուք այդ ամեն ինչին դեմ եք, ախր դժվար չի էլի գումարել մեկին մեկ ստանալ, որ դա հավասար է
նոր էսկալացիաների եւ Հայաստանի անկախության անխուսափելիորեն վերացման։ Պարոն Մինասյան տեղից հարցնում էր, որտեղից գիտեք, 004 շրջապերականից, որտեղ սևով սպիտակին գրել եք Հայաստանի համար սահմանազատումը Հայաստանին երբևէ ձեռնտու չէ, գրել եք, որ Հայաստանը պետք է միութենական պետության մաս դառնա եւ այլն եւ այլն։ Ընդունում եմ առաջարկը։ Օր ասեք։ Մի վայրկյան։ Երբ։ Մի վայրկյան, հենց հիմա պայմանավորում ենք։ Երբ։ Երկուշաբթի օրը 004 շրջաբերական։ Կբերեք ձեր հետ։ Որտեղ։ Շատ լավ։ Պրոբլեմ չկա։ Երկուշաբթի կպայմանավորվենք։ Բայց խոսքը Հա։ Նոր բանաձևեր կան։ Դրանց էլ հաճույքով կծանոթանամ։ Հուսով եմ այդ 004 շրջաբերականի բովանդակությունը չի կրկնվել այդտեղ, բայց ինչևէ, շնորհակալություն։